Ողջույն սիրելիներս, ողջունում եմ ձեզի Մալիքում։ Այսօր մեզ մոտ արտակարգ եղանակ է։ Օրը շաբաթ է, արև, պայծառ, կապույտ երկինք, 2 օրեր մեզ մոտ մռայլ եղանակ է։ Չեմ սիրում այդպիսի եղանակ, սիրում եմ արև, պայծառ միշտ լինի։ Այսօր շաբաթ է օրը եւ այսօր մենք հյուրեր ունենք։ Պետք է դիմավորենք մեր հյուրերին, միասին դիմավորենք։ Այստեղ որոշել եմ, որ խոզի միսը, փափկա միսը եւ կարտոֆիլը դնեմ ջեռոցը։ Հիմա կհամեմեմ աղով, զև պղպեղ, կարմիր պղպեղ, սխտորի փոշի, համեմունքներ կավելացնեմ եւ վերջում սոխը կտրատեմ վրան, ինչպես խորովածի ժամանակ սոխը ավելի համ է տալիս։ Ու կթողնեմ մի 3-4 ժամ, որպեսզի համեմվի սենյակային ջերմաստիճանում։ Միսը սենյակային ջերմաստիճանում ավելի փափուկ է լինում։ Չնայած սա վզի միսն է, ինքը շատ փափուկ միս է ու համեղ։ Հիմա աղով համեմեմ։ Այստեղ մի փոքր սխտորի փոշի ավելացնեմ։ Կարմիր պղպեղ, զև պղպեղ, ավելացնում եմ սև պղպեղ նաև, նույնը կանենք հակառակ կողմը։ Այստեղ խառը համեմունքներից միքս է, որը շատ համեղ է միսը դարձնում։ Ես սիրում եմ, որ շատ համեմունք է լինում, ոչ չափից ավել, բայց մի փոքր համեմունքը ավելի համ է տալիս։ Նույնը կատարենք հակառակ կողմով եմ նույնը անում։ Խոզի միսը վերևը։ Տնեմ ջեռոցը միջև պատրաստ լինելը։ Իսկ այս կողմում համեմում եմ հավի կրծքամիսը, որպեսզի պատրաստեմ ցեզեր աղցան։ Ես իմ ալիքում արդեն ունեմ ցեզեր աղցան պատրաստած, հղումը կտեղադրեմ։ Կրծքամիսը արդեն լվացել եմ նախորդ, կրծքամիսը համեմում ենք մի փոքր աղով։ Մի փոքր կարմիր պղպեղ ենք ավելացնում, սև պղպեղ համեմում ենք, սխտորի փոշի եմ ես ավելացնում, և մի փոքր օրեգանո։
Վրան ավելացնում եմ մի փոքր ձիթայուղ, մի փոքր եւ քամում եմ լիմոնի հյութը, որպեսզի ավելի փափուկ լինի հավի կրծքամիսը։ Նույնը կատարում եմ հակառակ կողմը, նույն գործողությունը հակառակ կողմն եմ կատարում, թողնում եմ 2-ից 3 րոպե, որպեսզի խմելվի եւ մի փոքր կուսայուղով կամ ձիթայուղով տապակում եմ։ I get it and girls, everyone says I love you. Somewhere there's songs in poetry, Italy's the place to be. Հավի կրծքամիսը շատ շուտ է տապակվում, բայց հումել պետք չի թողել, չի կարելի հավը հում թողնել եւ 3-ից 4 րոպե, մինչեւ 5 րոպե ամեն մի կողմը, շատ չենք կարմրացնում։ Գեղեցիկ ոսկեգույն ենք դարձնում։ Հացեի մեջ տնելուց հետո անպայման փակում ենք փայլատիքարով կամ կաթանիկով, որպեսզի փափուկ մնա հավի կրծքամիսը։ Ցեզր աղցանի համար այստեղ կտրատում եմ 1000-ը, ոչ շատ մանր, ոչ շատ մեծ կտորների եմ, ավելի շատ մեծ, քան մանր։ Կտրատելուց հետո ավելացնելու եմ աղցանամանի մեջ։ Աղցանամանի մեջ լցնում եմ այսպես չորահացերեն, պատրաստի գնել եմ արդեն։ Չորահացի կեսը լցնում եմ այստեղ։ Եվ ավելացնում եմ ցեզեր սոուսը։ Մի փոքր սոուսը ավելացնելուց հետո խառնում եմ եւ առանձին ամանի մեջ հավաքելու ենք արդեն մեր աղցանը։ Կտրատում եմ տապակած հավի կրծքամիսը, ոչ մանր կտորների չեմ վերածում, մի փոքր այսպես մեծ կտրատում եմ։ Ամանի մեջ ավելացնում եմ մեր պատրաստած 1000-ի այս խառնուրդը, չորահացի եւ 1000-ի։ Աղցանի վրա ավելացնում եմ կտրատված հավի կրծքամիսը։ Ավելացնելուց հետո վրան նորից սոուս եմ ավելացնում։ Եվ վրան քերիչով անցկացնում եմ պարմեզան պանիրը։ Ահա սիրելիներս, պատրաստ է մեր աղցանը ցեզեր։ Պատրաստել եմ նաև մեկ այլ աղցան, որը տավարի փափկամասից է եւ ստացվում է շատ յուրահատուկ ու համեղ աղցան։ Այն առանձին տեղադրված է ալիքում, կարող եք դիտել։ Մեզ մոտ արդեն հաջորդ օրն է եւ օրը կիրակի է։ Գնացել էինք մասնակցելու եկեղեցում անցկացվող պատարագին։ Այս եկեղեցին կաթոլիկ եկեղեցի է, որը վարձակալվել է Բարսելոնահայ համայնքի եւ բարերարների կողմից, եւ որտեղ անցկացվում են բոլոր հայկական եկեղեցական ծիսակարգերը։
որը գտնվում է Բարսելոնա քաղաքում և ունի շատ գեղեցիկ բակ։ Որի բակում տեղադրված է հուշարձան խաչքար Բարերար Մայիլյան ընտանիքի կողմից նվիրված ցեղասպանության զոհերին։ Պատարագից հետո հայր շնորհքը խնկարկեց և աղոթք կարդաց հուշարձանի մոտ՝ ի հիշատակ անմեղ զոհերի։ Դերության